Ժողովուրդ ջան, ուրեմն ինձ ամենաշատ հանգստացնող ու հետաքրքրող թեմայից եմ ուզում խոսեմ, երբ որ մեր հարգարժան վարչապետը դիմեց լրագրողների հետ հարց պատասխանին, ինձ շատ հետաքրքրեց մի բան, եթե լրագրողը ուղղակի ինչ որ աշխատանք չի կատարում, ինչ որ դրածո չի, ինչ որ կուսակցության անդամ չի, կամ ինչ որ վճարված համակարգ չի, ուղղակի սովորական հայ է, հայրենասիրություն ու հպարտություն ունի, ուզում եմ իմանամ նուժելի վարչապետը 6 տարվա մեջ, 7 տարվա մեջ ոչինչ չուներ արած, որ արած գործերից չխոսացին ու խոսացին մենակ բացերից կամ իրանց կոսպեկտավորած բարձի թողի կարգավիճակից։ Նախ եւ առաջ վարչապետի նախագահության օրվանից մինչև այսօր բարձի թողի շատ բաներ են եղել, 36 տարվա մեջ շատ անհանգստացնող, շատ տանջող, մտահոգող հարցեր են եղել ու ինչն էր խնդիրը, որ ոչ մի լավ բանից չխոսվեց։ Ուզում եմ իմանամ չկար արված ոչ մի բան, բացարձակապես։ Ուզում եմ իմանամ ինչն էր խնդիրը, որ խոսվեց միայն գերիներից ու գերիներից խոսվում այն ժամանակ, երբ որ վարչապետի դեմ ինչ որ բան են ուզում կոռեկտավորվեն։ Ինչա գերիները գերի են ընկել, որ դու քաղաքական հայացքների թողբոյի ժամանակ դրանց անունները տակ։ Բարև հարազատներս, շնորհակալ եմ էջից ընկեր դառնալու համար։ Խնդրում եմ, որ բոլորը միանաք իմ YouTube-յան էջին, որը գործելու է շատ ակտիվ, ֆիքսված ժամ ունենալու, օրոգրաֆիկ, դադար չի ունենալու ընդհանրապես։ Ուզում եմ իմանամ, ժողովուրդ ջան, չկար արած ոչ մի բան, ոչ վարչապետներ արել լավ բան, ոչ գերիներն էին արել լավ բան, ոչ հերոսացին մայրերը, ոչ հերոսացին տղերքը, ոչ զոհված զինվորները չունեին արած ոչ մի բան, որ չխոսացիք ընդհանրապես այդ հարցի շուրջ։ Ով է իրավունք տվել գերուն, ով է իրավունք տվել հայ զինվորից խոսալ մենակ այն ժամանակ, երբ որ թողու բողա լինում քաղաքական։ Ինչի մասին է խոսքը։ Հայ զինվորը, գերին, գերեվարվածը, գերեվարվածությունից վերադարձած տղերքը, բոլորը մեր օրվա առօրյան են։ Մարդը որ քնից արթնանում, ասում է փառքը շատ Աստված, քնելուց էլ ասում է Աստված ջան, բարի գիշեր, խաղաղ գիշեր, տենց էլ պիտի տա զինվորի անունը, տենց էլ պիտի տա զոհված զինվորի անունը, գերեվարվածի անունը, գերեվարվածությունից վերադարձածի անունը, բայց Հայաստանի Հանրապետությունում լավ ու բադ բաների դեպքում մենակ վադն է հնչում, ու այդ ինձ մեծ ցավ է պատճառում։ Ուզում եմ իմանալ լրագրողական համակարգը, երբ որ բնակիչին, հասարակությանը, իշխանության կողքը կայունած ժողովրդին ինչ որ բառերի հիման վրա դադի է տալիս, դատական process-ի մեջ է կանգնացնում, կարգավիճակի դեմ կանգնացնում, ինքը տեղյակ է լրատվական կարգավիճակը որն է, լրագրողի տված հարցը որն է, պատասխանը որն է, ինքը ունի լիցենզավորված լրագրողի այդ պիտակ ասվածը, որ անում է լրագրողական իր այդ քայլերը, իր հարցազրույցները։ Հայաստանի Հանրապետությունում լրագրողներ չկան։ Ես կասեի կոչվելու իրավունք ընդհանրապես չունի եւ շատ դեպքեր է լինում, երբ որ ասում ես վերջ, երբ որ էջը բլոկվում է կամ ինչ-որ մի բան ցանկացած բլոգերի, ասում է վերջ, սրանից հետո հայհոյանք չեմ գրելու, սրանից հետո թքած ունեմ այդ լրագրողների վրա, ժողովուրդ ջան, դա տենց չի, դա ուղղակի մարդուն հունից հանում է այդ process-ը, հասկանում ես, չես կարա։ Ես միշտ ասել եմ, չեմ կարող ինձ տիրապետեմ, երբ որ հարցը հասնում է դրանց, երբ որ մարդը անում է, ու այդ արածը չի գնահատվում, դա շատ մեծ ցավ է, ամենաառաջին մեծ ցավն է։ Ու տենց էլ չգնահատեցին լրագրողները ոչ մեր իշխանությանը, հələ իշխանության դնենք մի կողմ, ոչ էլ մեր զինվորին։ Չկար մի հատ լրագրող, որ գերեվարված զինվորին ասեր փառքը շատ, մեր տղերքն եկան, էլի թող իր պահանջը ներկայացնել վարչապետին։ Նույնիսկ տղերքը, որ գերեվարվեցին, տղերքը, որ զոհվեցին, տղերքը, որ մեր շոկների մեջ մորգերում, հիվանդանոցներում ապականվեցին, չէին էլ կարում դենկայով ապացուցեին, որն է։ Այդ տղերքը մենակ գնացել էին Փաշինյանի եւ Փաշինյանի Շարասյան համար, մենակ չգիտեմ ՔՊ-ի համար էին գնացել, չէին գնացել ամբողջ ազգի համար, որ մի օր ոչ մի լրագրող այդ հարցը չբարձրացեց։ Ու Հայաստանի Հանրապետությունում լրագրող դադարեց խոսել հայ զինվորից ու գերեվարված զինվորից այն ժամանակ, երբ որ Արցախը ապականած 21 պատկան մարմինները ընկան գերի։ Նրանք գերի չընկան, նրանք գերի հրավիրվեցին ու շատ հպարտ էլ գնացին, որովհետև լավ գիտեին, որ այդհալու են ու իրանց սիրելի մեծ հայրը Պուտին ասվածը իրանց հրավիրելու էր Մոսկվա ու չերես Մոսկվա գալու էին Հայաստան։ Բայց այնինչ դա այդպես չէր կոսպեկտավորված, այդ տարիների տորթը, որ կիսեցին ռուսի առաջ, այդ տորթի կրեմը կանչեցին Բաքու, քսեցին իրանց երեսին։ Դա փաստ է, դա տենց էլ եղավ։ Բայց ինձ անհանգստացնում է այն հարցը, նույնիսկ իմ 21 տարեկան, 18 տարեկանից մինչև 36 տարեկան աղբերները չկային այնքան, որ օրերից մի օր խոսեիք այդ տղերքից, սիրելի լրագրողներ։ Նրանք ձեզնից մեկի մորքուրի տղեներ, մեկի փեսեներ, մեկի նշանասներ, մեկի աղբերներ, նույնիսկ չկար այդպես բան այս տղերքի մեջ, որ մեկն ու մեկը չբարձրաձայնեցիք այս տղերքի անունը, ու ընկաք Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող, բայց հայ զինվորին ապականող այն Շարասյան հետևից, որոնք հիմա Բաքվա բանտերում փտում են ու բացարձակապես ես ասում եմ, թող Թուրքից էլ անգամ զինվոր չզոհվի, թող խաղաղություն լինի, թող զենքի սով լինի, որ մարդը ընդհանրապես կորուստ չունենա։ Եթե
իմ մերը չլացի, թուրքի մերն էլ չի լացի։ Եթե թուրք մայրը չլացի, հայի մերն էլ չի լացի։ Դու ուղղակի գիտակցես ու պատկերացնես, բայց դուք մենակ մի բան եք գիտակցում ու պատկերացնում, կոսպեկտավորված պատերազմ, ու եթե ձեզ հիմա տան իշխանության որևիցե մեկ մանդատ, դուք այդ նորից օգտագործելու եք դեպի պատերաստանող process-ը, որտեղ ձեր մեջ խաղաղությունը, այդ թշնամանքի բևեռը հələ չի հալել, խաղաղության ճանապարհն էլ դուք չեք ընդունում։ Ձեր մոտ մեծ բան է, Լարսի պես առաջացած մի հատ սառույց, որ ուզում եք միշտ թշնամանքով լցվի, բայց ես ձեզ պարզ ասեմ, քանի որ մենք շատ փոքր պետություն ենք ու շատ թափթփված համակարգ ենք, 17 խմբերի բաժանված, ամեն մեկը ձեր շահն ու մահը կորցրած, մահը կորցրած շահի հետևընկած համակարգ է, ձեր համար մի քիչ դժվար կլինի, էլի։ Հայ զինվորի արյան գնի հաշվին եւս ինչ որ իշխանության գալ, եւս պատերազմ կոսպեկտավորել, դրա համար Հայաստանի Հանրապետությունում խաղաղության պայմանագիրը ամենամեծ բանն է, որ արվեց ու դեռ արվում է մինչև վերջը պետք է լինի խաղաղություն։ Եթե նկատած կլինեք խաղաղության պայմանագրից կնքման օրվանից մինչև առայսօր զինվոր չի զոհվել, թշնամու կրակոցից կամ ինչ որ պատերազմական վիճակ չի եղել խաղաղության պայմանագրից հետո։ Եղել է ներսի թոհուբոհ, ամբողջ, այդ էլ ձեր դաստիարակության են հատվածն է, որը ոնց որ քաղաքական թիմում են իրար ուտում, ունեցել պատերազմի դաշտում իրար չեն հասկանում, ծառայության դաշտում գոտում, սահմանի բերանին իրար չեն հասկանում, այդ բոլոր տեղերում լինում է։ Իհարկե մեծ ցավա թող չլինի, բայց ամենայն դեպս ուղղակի ինչ եմ ուզում ասած եմ, այսօր եթե Բաքվա բանտերից եկած են ձեր Արցախի պատկան մարմինները, ձեր ռուսամետ բարերարները, որ Հայաստանը քանդեցին, Ռուսաստանը շենացնելու նպատակով, այնտեղ Էլցանց, Կաուչուկի գործարան, այրոպորտ, բոլորը թալանեցին, ռեստեր գործարան, ինչ ասես ապականեցին Ռուսաստանը շենացնելու համար։ Եթե այդ գործարարներից որևիցե մեկը գերությունից վերադարձած էր, դուք Հայաստանի Հանրապետությունում, ոնց որ պատերազմի արնաճճի խորերին ներսի Կիսպիրյանի բարձր հովանի ներքո դաշնակ դրո եք երգում, այտենց էլ կերգեիք ու կդիմավորեիք այդ ձեր սիրելի ռուսամետ ռուսահպատակ, ինչ ասեմ, բարերար կոչվածներին, որ ընդամենը դա կեղծ շապիկ է, որ կարա ցանկացած մարդ հագնի։ Ես բարերար ասված բառի բովանդակությունը սկզբից մինչև վերջ լիարժեք այդ process-ը պաշտպանում եմ ու հասկանում եմ ինչա նշանակում բարերար։ Հայաստանի Հանրապետության 99% բարերարը, որը ապրում է Սփյուռքում ու իրոք բարերարություն արել իր սոցիալ փողով, իր վաղվա դեղի փողով, իր թոշակով, իր ծերտ խնամակալության գումարով, որ խնամալա մեկին, ինչ որ մեկի մորը, տատիկին, պապիկին ու այդ գումարը ուղարկել է Հայաստան։ Դրանք ավելի մեծ բարերարներ են համարվում Հայաստանի Հանրապետության համար, քան ձեր Սամվել Կարապետյանը, ձեր պղծված տերտերը, ձեր Բակո Սահակյանը, ձեր մյուս են բարերարները, որոնք Բաքվա բանտերում ворխնում են ու դա Աստված է կոսպեկտավորել, որ ворխն են, որովհետև Հայաստանի Հանրապետության սերնդի մոտ 20% ավիրվեց ու գերեվարվեց Բաքվա բանտերում, ոչ մեկը սրտները չցաված, ոչ մեկը բացարձակապես աղմուկ, աղաղակ, ամբողջը բարձրացրեցիք, ասեք գիտես ինչ կա մեր 18 տարեկան տղերքը ապականվում են։ Մի քանի ստից թոհուբոհ արեցիք, շաբլոն կարգավիճակ ստեղծելով, գովազդային PR ավելի ճիշտ։ Երբ որ հայտնվեցին ձեր անտիկվար բարերարները գերության մեջ, արդեն այդ ժամանակ շատ ակտիվ աշխատեցիք, սիրելի լրագրողներ։ Ես դες հասկանում եմ, որ լրագրող համակարգին զարյատկա դնող բանը ակումուլյատորը այդ բարերարներն են, որովհետև դուք եք նրանց միակ հույսը, միակ վահանը, պաշտպանը դուք եք նրանց զենքը դուք եք, նրանք ուրիշ զենք չունեն այդ բարերարները։ Բարերարները ձեզ ի վերուս սնուցել են, որ Հայաստանը քանդեք ներսից, ապականեք, ավիրեք, ինչ եմ ուզում ասած եմ դրա։ Ինձ հիմա ընդհանրապես ձեր Բաքվա բանտերում գտնված այդ 21-ն ինչ են, ընդհանրապես չի դաշտում այդ անտիկվար խանագը, որի մեջ բացարձակապես որակ չկա։ Դրանք մի հատ անփույթ համակարգ են։ Անփույթ, բացարձակ ոչ մի բանի պիտանի չեն։ Եթե շահ կա, մեջտեղը թող մահ լինի։ Այդ համակարգն է։ Իրանց եղավ շահը, մեզ էլ մնաց մահը։ Այն որ տերտերին ասեց իմ ընկերներից մեկը եկեղեցում Գյումրու ասեց ծուխը մեզ, փողը ձեզ, այդ կարգավիճակն է Հայաստանի Հանրապետության ափերից դուրս գտնվող հայ բարերարների կարգավիճակը դեպի Հայաստան եւ իրանց հայացքները Հայաստանի Հանրապետության են սոցիալապես անապահով, դառը ճգնաժամային վիճակի մեջ 36 տարի ավիրված ժողովրդի, նրանք էդ են արել, նրանք բարերարություն ասված բառի բովանդակություն ընդհանրապես չեն հասկանում, բարերարությունը շատ մեծ աշխատանք է, անտիկվար լրագրողները եթերը ձեզ է վերաբերվում, բարերարությունը հայրենասիրությունից դրդված, բարերարությունը պետք է լինի սրտացավորեն, բարերարությունը մեջ պետք է լինի սեր, խիղճ, ամեն ինչ ներդրած, բայց ձեր բարեգործությունների մեջ մենակ դրած այլ է PR ու ապականել է ներկայիս գործող իշխանությանը, որը ցավոք սրտի ընդհանրապես դեր մոտ չի ստացվում, այս 4 գերիների վերադարձի համար ես իրոք խոնարհվում եմ մեր պատկան մարմինների առաջ, այն մարմինները, ովքեր իրանց բարձր գիտելիքների ու մտածելակերպի հիման վրա հետ բերեցին եւս 4 ընտանիքի մարած լույս վառեց, ուզում եմ ասած եմ, որ քանի գնում է դեպի ընտրությունները, ձեր մոտ գազազած կարգավիճակ է, ես կասեի վիագրա խմած, բայց ընդհանրապես ձեր վիագրան ոչ ուժ ունի, ոչ էլ ինչ որ բան կա, մահացած դեղ եք խմում դուք դեպի այս իշխանության դեմ պայքարելու համար, ձեր խմած դեղերի մեջ էլ ընդհանրապես
ուժ չկա, ոնց ասեմ, ժամկետն անցած, դուք պայքարում եք անիմաստ, բառի իմաստ, ով լրագրող համակարգ Հայաստանի Հանրապետությունում եւս մեկ անգամ կշեշտեմ, որ խեղաթուրված է, խայտառակված է, ապահովված է, դա ընդհանրապես բարձրաձայնելու բան Հայաստանի Հանրապետությունից երկրագնդի վրա Հայաստանի Հանրապետության լրագրողները ճանաչված են որպես բռնաբարող համակարգ, նրանք խոսքերով ու բարձրախոսով բռնաբարում են թե զոհված զինվորի ծնողներին հողարկավորությունների ժամանակ, թե հերոսացին մնացած մայրերին, թե սքաշաղաղ այս երկրի ժողովրդին։